Նեապոլից ուղիղ Երևան Զվարթնոց օդանավակայանում ժապավենները կտրում են ու դիմավորում Նեապոլ-Երևան չվերթն իրականացնող օդանավը։ Այս իրադարձությամբ Հայաստանի խոշորագույն ավիաընկերությունը Wizz Air-ը հայտարարում է ուղղությունների ընդլայնման ու Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերության հետ համատեղ Երևանում բացում իր 34-րդ բազան։ Տեղակայելով ժամանակակից 2 Airbus A321 նեո օդանավ մեր երկրում։ Մենք այսօր հավաքվել ենք Հայաստանում ավիացիոն ոլորտի շատ կարևոր ձեռքբերման համար։ Աշխարհում ամենակարևոր ավիաընկերություններից մեկը Երևանն ընտրել է նոր բազա բացելու համար, առաջարկելով նաև նոր ուղղություններ ճանապարհորդության կամ գործուղման համար։ Եվ սա միայն սկիզբն է, մենք շարունակելու ենք ավելացնել չվերթները։ Երթուղային ցանցի ընդլայնման շնորհիվ Wizz Air-ը կբարելավի Հայաստանի եւ Եվրոպայի միջև օդային կապի հասանելիությունը, առաջարկելով ավելի շատ չվերթներ գրավիչ գներով։ Wizz Air-ի բազավորումը նաև Հայաստանում նոր աշխատատեղեր է բացում։ Ուրախ ենք նաև հայտարարել, որ Երևանում տեղակայված 2 ինքնաթիռներն այս տարի կիրականացնեն 16 ուղղությամբ թռիչքներ դեպի 9 երկրներ, ուղևորներին ապահովելով Եվրոպայի հետ ուղիղ կապով։ Բազայի բացմամբ Wizz Air-ը Հայաստանում ստեղծում է նաև աշխատանքային հնարավորություններ եւ խթանում զբոսաշրջությունը եւ հարակից ոլորտները ավելի քան 800 նոր աշխատատեղերի ստեղծմամբ։ Wizz Air-ը հնարավորություն է տալիս հայ զբոսաշրջիկներին մի քանի ժամում հայտնվել Եվրամիության ամենապահանջված երկրներում, բացահայտել դրանք։ Սա ըստ մեր էկոնոմիկայի նախարարի անհնար էր 10 տարի առաջ։ Հայաստանի քաղաքացին նախկինում չէր կարողանա մի քանի տասնյակ եվրոյով տոմս գնել։ Մենք ռազմավարական նպատակ ունենք առաջիկա տարիներին նվազագույնը 3 միլիոնի սահմանը անցնել, մասնավորապես 2030 թվականին, 30-31 թվականին արդեն ունենալ 3 միլիոն եւ ավել զբոսաշրջիկ, հետեւաբար դրա համար շատ կարեւոր է, որպեսզի Հայաստան գան բազմաթիվ բրենդներ, այդ թվում նաեւ զբոսաշրջային տրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերություններ եւ սա շատ կարեւոր քայլ է մեր քաղաքացիներին մոտեցնել աշխարհին եւ մյուս կողմից աշխարհին մոտեցնել Հայաստանի Հանրապետությանը, որովհետեւ եթե մենք ուզում ենք ունենալ զբոսաշրջիկ, առաջին հերթին այդ զբոսաշրջիկը պետք է հնարավորինս հեշտ, հնարավորինս մատչելի եւ հնարավորինս արագ հասնի Հայաստան։ Wizz Air ավիաընկերությունը 3 գործարկել է նաև Լառնակա-Գյումրի-Լառնակա երթուղով չվերթը, ու առաջին անգամ Գյումրիի Շիրակ միջազգային օդանավակայանից Լառնակա է մեկնել 98 ուղևոր, հակառակ ուղղությամբ 23 ուղևոր։ Գյումրին արդեն իսկ պատրաստ է եւ ունի ներուժ այսօր ընդունել զբոսաշրջիկների, սակայն կարծում եմ, որ ուղիղ չվերթները միմիայն դրական ազդեցություն կունենան եւ տրանսպորտի եւ հյուրանոցային սեկտորի եւ ռեստորանների եւ ընդհանրապես Գյումրիի տնտեսության վրա։ Իսկ Wizz Air-ը ընդհանուր առմամբ այս տարի պլանավորում է Երևանից եւ դեպի Երևան փոխադրել 1.2 միլիոն ուղևոր։